Միացյալ Նահանգները գիշերը հարձակվել է Վենեսուելայի վրա եւ գերեվարել երկրի երկարամյա նախագահ Նիկոլաս Մադուրոին, իրականացնելով 1989 թվականին Պանամա ներխուժումից հետո ամերիկյան առաջին միջամտությունը Լատինական Ամերիկայում։ Մադուրոին Թրամփը երկար ժամանակ մեղադրում էր ընտրությունների կեղծման, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը աջակցելու եւ երկիրը նարկոպետություն դարձնելու մեջ։ Նրան առևանգելու գործողությունը Թրամփը փայլուն է որակել։ Այն տևել է մոտ 1.5 ժամ, մեկնարկելով ուժգին ավիահարվածներով եւ եզրափակելով նախագահի ու նրա կնոջ գերեվարությամբ։ Նրանց երկուսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Նրանք Նյու Յորքում կկանգնեն դատարանի առջև։ Գիշերը սկսված ավիահարվածներից հետո Վենեսուելան հայտարարել է արտակարգ դրություն, դատապարտելով ինչպես երկրի իշխանություններն են նշել ծայրահեղ լուրջ ռազմական ագրեսիան։ Ամերիկյան ավիահարվածներից երկրում զոհեր ու վիրավորներ կան, որոնց թիվը դեռ չի հաղորդվում։ Մինչ Վենեսուելայի իշխանություններին Վաշինգտոնը մեղադրում է ապօրինությունների երկիրը նարկոպետություն դարձնելու մեջ, այդ մեղադրանքները Կարակասից հերքում են, հայտարարելով, որ Միացյալ Նահանգների իրական նպատակը Վենեսուելայի բնական պաշարների ապօրինի տիրանալն է։ Նախագահի առևանգումից հետո երկրի ղեկավարումն անցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Թրամփը սակայն հայտարարել է, որ այն հարցում, թե ով կղեկավարի երկիրը, Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված կլինի։ Նա ասել է, որ կդիտարկեն ընդդիմադիր Մարիա Կորինա Մոչադոին Վենեսուելայի նախագահի պաշտոնում աջակցելու հարցը։ Fox News-ի հետ զրույցում նա ասել է, չեն կարող թույլ տալ, որ որևէ մեկը տիրանա Մադուրոյի թողածին։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ ուժեղ կերպով ներգրավված է լինելու Վենեսուելայի նավթային ոլորտում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ խորապես անհանգստացել է Մադուրոյի գերեվարմամբ եւ կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը։ Տեղի ունեցածի կապակցությամբ իրենց անհանգստությունն են հայտնել ինչպես Վենեսուելայի հարևան երկրները Կոլումբիան եւ Բրազիլիան, այնպես էլ գործընկեր երկրները Ռուսաստան, Չինաստան, Իրան, Կուբա, Մեքսիկա։ Ընդ որում ԱՄՆ-ն չի տեղեկացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Վենեսուելայի նկատմամբ իր ռազմական ծրագրերի մասին։ Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ հետեւել ՄԱԿ-ի կանոնադրությանը, սակայն Մադուրոին անվանել է ոչ լեգիտիմ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ իշխանություններին կոչ արել ազատել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ երկխոսության ճանապարհով լուծել խնդիրները Վենեսուելայի հետ։ Գերատեսչությունը հայտարարել է, որ պատրվակները, որոնք բերվում են ԱՄՆ ագրեսիան հիմնավորելու համար, անհիմն են։ Ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Մադուրոյի ձերբակալմանը, խախտում է ուժի չկիրառման սկզբունքը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Նոել Բարոն։ Որևէ տեղական քաղաքական լուծում չի կարող պարտադրվել դրսից, ասել է նա։ Միաժամանակ նշելով Վենեսուելայի ժողովրդից իշխանությունը խլելով, Նիկոլաս Մադուրոն խաթարել է նրանց արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը, այն անվանելով երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։ Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման եւ գնաճի դեմ Իրանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը։ Գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ նախագահն ու կառավարությունը գիտակցում են խնդիրը եւ փնտրում են լուծումներ։ Նա ասել է, որ օրինական բողոքները պետք է լսվեն, մինչդեռ ջարդարարների դեմ միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ եթե ազգը լինի համախմբված, չի զիջի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Մինչ աշխարհի ուշադրությունը Վենեսուելայում կատարվողի վրա է, լրահոսը ողողված տեղի ունեցածի գնահատականներով Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ջերմուկի ձմեռային ֆեստիվալից, որին մասնակցում է նաև ինքը։ Հայաստանի տարածքում այսօր խոշոր վթարներ են տեղի ունեցել ճանապարհներին մերկսառույցով պայմանավորված։ Վայոց ձորի մարզում Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են 2 մեքենա, ինչի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Արագածոտնի մարզում բախվել են օտարերկրացի 12 ուղևորների տեղափոխող Mercedes Sprinter-ը եւ 2 Opel Zafira-ները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն։
Անցած գիշեր Աշոցքում ջերմաստիճանը հասել է -37-ի։ Լոռիում եւ Լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 22-ից 28 աստիճան ցրտի սահմաններում։ Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում, հասնելով մինչև 18 աստիճան ցրտի։ Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել եւս 3-ից 4 աստիճանով եւ մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ։ Հունվարի 8-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա։